Գյումրիի ընտրություններին մասնակցող ընդդիմադիր երկու քաղաքական ուժերի Մայր Հայաստանում մեր քաղաքը դաշինքի նախընտրական շտաբներում ու տներում առավոտվանից խուզարկություններ էին, որոնց արդյունքում արդեն կան ձերբակալվածներ։ Այս գործողություններն իրականացվում են նախընտրական քարոզչության նախավերջին օրը և ընտրություններից 3 օր առաջ։ Ըստ Մայր Հայաստանի քաղաքապետի թեկնածուի միայն իրենց շարքերից 12 հոգու են ձերբակալել։ Օրվա երկրորդ կեսին իրավապահները տնից բերման ենթարկեցին և ձերբակալեցին մեր քաղաքը դաշինքի ցուցակը գլխավորող ընդդիմադիր պատգամավոր Մարտուն Գրիգորյանի հորը և որդուն։ Պատգամավորի որդին նաև դաշինքի նախընտրական ցուցակում է ընդգրկված։ Իրիկուն եմ ես արդեն իրենց այդ խոշոր հանդիպումից հետո զգուշացրել եմ, որ արդեն բոլորդ պատրաստ եղեք, սկսվելու է, այդ մենք մեր առաջի անգամը չէ, մենք գիտենք երբ, որ դոզայի տակ մեր տված ողջնշման տակ ինչ կարող է լինել։ Մեզ համար սա նորմալ է։ Մարտուն Գրիգորյանը հավելեց, որ իրավապահները խուզարկություն արել են 2 շտաբներում, գնացել են նաև իրենց թեկնածուների ու աջակիցների տներ։ Ես գիտակցում եմ, ես այս process-ների մեջ մտնելով էլ գիտակցել եմ, երեք էլ ես ասել եմ, ուղղակի հետաքրքիրը այն է, որ այս մի քաղաքի ընտրությունների համար այսօր ամբողջ երկիրը խառնել իրար ու ընդդիմադիր թեկնածուի նկատմամբ այս կարգի ճնշումներ փորձել անել, ես ասեմ, որ դա իրանց համար լավ բանի չի տանել։ Առավոտյան նաև ձերբակալել էին Մայր Հայաստանի ակտիվիստներից Էմմա Գրիգորյանին։ Դաշինքի համայնքապետի թեկնածու Կարեն Սիմոնյանն ասաց, կնոջը բերման են ենթարկել 2 անչափահաս երեխաների ներկայությամբ։ Հարցադրումներս թե ինչի համար եք եկել, ինչ եք ման գալիս, որևիցե բացատրություն չեմ ստացել։ Ընթացքում իմացա, որ նաև մեր համակիրների տներն են գնացել, մասնավորապես կանանց, աղջիկների, եւ Էմմա Գրիգորյանին են փորձել ձերբակալել իր 2 անչափահաս երեխաների աչքի առաջ, ստրեսի ենթարկվելով այդ երեխաներին, դատապարտում եմ եւ կոչ եմ անում արագ դադարեցնեն նման վարքագիծը։ Խուզարկություններին զուգահեռ հակակոռուպցիոն կոմիտեն առավոտյան հայտնեց, թե վարույթներ է նախաձեռնել Գյումրիում ընտրակաշառք տալու, ստանալու եւ ընտրության ժամանակ բարեգործության արգելքը խախտելու դեպքերի առթիվ։ Նաեւ հեռախոսային գաղտնալսումներ հրապարակեց։ Ըստ հրապարակված ձայնագրության, փողը վառելափայտ է, շեբինն ու նույնիսկ խոստացված տարազն է ընտրակաշառք համարվել, բայց թե որ քաղաքական ուժերին են կասկածում, անուններ չտվեցին։ Ընդդիմադիրները շատ արագ հիշեցրին, որ իշխող ՔՊ-ի թեկնածու Սարիկ Մինասյանի էջը լի է ասֆալտապատման, խճապատման մասին խոստումներով, ինչու իրավապահները իշխանական թեկնածուին էլ չեն հիշել։ Ամբողջ անի թաղամասի բոլոր փոստերը պետք է սարքվի։ Եթե այդպես լինի, ուրեմն քաղաքացիական պայմանագիր կուսակցության շտաբը այսօր հազարավոր ձերբակալություններ պետք է տեղի ունենա, որովհետև ամբողջ քաղաքն է խոսում իրենց շիբինային քաղաքականությունից եւ լամպեչկա փոխելու քաղաքականությունից։ Քանի տարի է դիմել են քաղաքապետարան, ոչ ոք դյուրություն չի արել։ Դիմեցինք Մարտուն Գրիգորյանին, շատ շնորհակալություն, մարդը եկավ օգնեց։ Մարտուն Գրիգորյանը նախընտրական քարոզարշավից առաջ էր տեսանյութ հրապարակել, որում նշել էր, որ Արցախ թաղամասի փողոցներն է հարթեցրել, խճապատել բնակիչների խնդրանքով։ Այս հիմքով էր անկախ դիտորդը դիմել դատախազություն, թե խճապատումը բարեգործություն է ու քրեորեն պատժելի արարք։ Քարոզարշավի մեկնարկից հետո Գրիգորյանը նման տեսանյութեր չի հրապարակել։ Ընդդիմադիրների ձերբակալությունների ու շտաբների խուզարկությունների ֆոնին իշխանականները հրատապ ասուլիս հրավիրեցին ու նախքան մեղադրանքների առաջադրումը դատապարտեցին ընտրակաշառքը։ Հիշեցնենք, որ իրենց թեկնածուի էջում էլ խճապատման ու հարթեցման բազմաթիվ տեսանյութեր կան ու ինչպես Մարտուն Գրիգորյանի դեպքում դրանք հրապարակվել են նախքան մարտի 15-ը, մինչ քարոզարշավի մեկնարկը։ ԿՊ-ականներն արդարացան, թե ԿՊ-ն ոչ թե քարոզարշավի շրջանակներում է խճապատում ու հարթեցնում անում, այլ դա անուղղակի համայնքապետարանի գործառույթն է։ Քաղաքապետը կա, քաղաքապետարանի գործողությունները կարգավորվում են տեղական ինքնակառավարման մարմինների օրենքով։ Նաև փորձեցին արդարացնել ճանապարհաշինության դեպարտամենտի Գյումրիի Շիրակացի փողոցի հիմնանորոգման մրցույթի անցկացման հայտարարությունը այս նախընտրական ժամանակահատվածում։ Համայնքապետի պաշտոնակատար ու թեկնածու Սարիկ Մինասյանն անձամբ էր կիսել այդ հայտարարությունն իր էջում։
Ավելին, տարածքային կառավարման նախարարն էլ ասել էր, թե փողոցը նորոգում են Մինասյանի դիմումից հետո։ Այն դեպքում, երբ 1 տարի առաջ նույն հարցով ընդդիմադիրներն էին դիմել կառավարությանը ու մնացել անպատասխան։ Գործընթացը սկսված է եղել 2 տարի առաջ, ակտիվ փուլ է մտել իմ մարզպետ գալուց հետո, պարոն Մինասյանի քաղաքապետ գալուց հետո, այդ նույն ակտիվ փուլ մտել է նաև 58 թաղամասի ամբողջ շինարարության խնդիրը բերել կապել քաղաքական պրոցեսների ընտրությունների հետ։ Իրականում մենք մի տարի առաջ չգիտեինք, որ ընտրություններ են լինելու 25 թվականին, երբ որ խոսում ենք Շիրակացի փողոցից։ Իդեպ, ականատես դիտորդական առաքելությունը արդեն հայտարարել է, որ ՔՊԱ-կանների հրատապ ասուլիսը, երբ իրավապահ մարմինները դեռ չեն հրապարակել որևէ տեղեկություն իրականացված գործողությունների եւ ենթադրյալ հանցագործությունների փաստերի վերաբերյալ, անթույլատրել է, քանի որ կարող է մեկնաբանվել որպես իրավապահների ուղղորդում ու միջամտություն։ Հակակոռուպցիոնը դեռևս չի հայտնել, քանի հոգու է ձերբակալել այսօրվա խուզարկություններից հետո, ու արդյոք մեղադրանք արդեն ներկայացվել է նրանց։